Սելի ֆուտբոլասանը խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ հիմա երեկոյի վերջին հանդիպումն ենք միասին դիտելու, որտեղ Ատլետիկո Երևանը կմրցի Էվերտոնի դեմ։ Շատ գերհետաքրքիր հանդիպում է իսկապես մեզ սպասվում այս 50 րոպեների ընթացքում։ Եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտացուցակներին, սկսենք Ատլետիկո Երևանից։ Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Գոռ Մարկարյան համար 5, Արման Ավդալյան համար 6, Թովմաս Սարգսյան համար 8, Գագիկ Ակուլյան համար 9, Ակուլյանը նաև Ատլետիկոյի ավակն է, Վահե Գալստյան համար 10, Գուրգեն Ռևազյան համար 18, Օքսեն Աբրահամյան համար 19, Արտուր Ղանդիլյան համար 20 եւ Ռաֆայել Մկրչյան համար 22։ Թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզյանը, կա մրցավարի Սուլիչու մեկնարկած է հանդիպում Էվերտոն, Արամ Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Ալեքս Մկրչյան համար 3, Տիգրան Պապիկյան համար 5, Հովանես Գաբրիելյան համար 7, Ռևիկ Եղիազարյան համար 8, Մանուկ Մուրադյան համար 9, ով նաև թիմի ավակն է, Արամ Անտոնյան համար 17, Անդրանիկ Պողոսյան համար 20, Միքայել Պողոսյան համար 23, Յուրի Հակոբյան համար 33 եւ Ռաֆայել Վարդանյան համար 77։ Սարգսյան պայծ գնդակ այստեղ Թովմաս Սարգսյանը դաշտի սահմաններում ուղարկում է դեպի աջ, որտեղ Մկրչյանն է։ Ռևազյան այստեղ լավ գործեց, բայց հեռու թողեց Ռևազյանը իրենից գնդակը։ Եկեք նաև հայացնենք Վինտեր Քափի այս մրցաշրջանի մրցաշարային աղյուսակին, որտեղ ընդգրկված են այս երկու թիմերը հիմա հարված են տեսնում Պողոսյանի կատարման, բայց շեղությամբ ընթացավ գնդակը։ Եվ այսպես Վիլյարեալ այս պահին 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը 8 հանդիպումից հետո, Ատլետիկոն 6 հանդիպումից հետո 16 միավորով երկրորդն է իհարկե։ Ատլետիկոն շատ լավ հնարավորություն ունի այսօր հավասարվելու Վիլյարեալին եւ դեռ կունենան մեկ հանդիպում էլ պակաս Վիլյարեալին նկատմամբ անցկացած, եթե կարողան այսօր 3 միավորով հեռանալ խաղադաշտից։ Իհարկե այսպեսին է պատկերը, 3 միավոր զիջում է Վիլյարեալին, բայց երկու հանդիպում դեռ ունի անցկացնելու Ատլետիկո Երևանը հանդիպումների քանակով Վիլյարեալին հավասարվելու համար։ Իսկ Էվերտոնը այս պահին 12 միավորով գտնվում է 8-րդ հորիզոնականում, բայց որն է հետաքրքիր է, եթե Էվերտոնն է այսօր հաղթում, միանգամից քայլ է կատարում դեպի 3-րդ հորիզոնականը գտնվող Լիվերպուլին հավասարվելու համար ու ապա արդեն 1 միավոր ընդամենը կզիջի Ատլետիկո Երևանին, հիմա 4 միավոր է յետ Էվերտոնը Ատլետիկոից, այնպես որ այս հանդիպումը երկկողմանի շատ հետաքրքիր պատկեր է ստանում մրցաշարային աղյուսակում։ Ռևազյան փոխանցում, Սարգսյան ու հիմա դարպասաձողն է օգնության գալիս արդեն Էվերտոնին հանդիպան մեկ տարկում հենց առաջին գրոհի Ատլետիկո Երևանը շատ հաջող կարող էր ավարտել, բայց այստեղ Թովմաս Սարգսյանի կատարած հարվածից հետո դարպասաձողը եկավ օգնության Էվերտոնին ու հաշիվը մնաց անփոփոխ Վարդանյան Մկրչյանին է ուղարկում ներողություն Պապիկյանն է, այստեղ Գաբրիելյան կրկին Վարդանյանին ուղարկեց գնդակը, մնաց գնդակով Ռաֆայել Վարդանյանը, շարժվում է առաջ ու այստեղ խախտեց խաղի կանոնները Ռևազյանը եւ ստանդարտ կիրացնի հիմա Էվերտոնը։ Պապիկյան ուղարկեց գնդակը Ռևիկ Եղիազարյանի ուղղությամբ, Մուրադյանին փորձեց հասցեակել գնդակը այստեղ Եղիազարյանը, բայց փոխանցում ուժեղ ստացվեց ու Մարկարյանն է գնդակը խլում ուղարկելով Ղանդիլյանի ուղղությամբ, Գագիկ Ակուլյան լավ փոխանցում ստացավ Ղանդիլյանից, Ակուլյանը տեսնենք ինչ որոշում կայացնի, ցածրից փորձեց Ռևազյանին հասցեակել, բայց մի փոքր թույլ ստացվեց այստեղ Ակուլյանի կատարած փոխանցումը, Ռևիկ Եղիազարյան հեռացված է գնդակը, բայց ոչ շատ հեռու, Ակուլյանն է կրկին գնդակով հարված նույնիսկ այստեղ անդրադարձ տեղի ունեցավ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եւ անկյունային կիրացնի Ատլետիկո Երևանը այս խաղի առաջին անկյունայինը հիմա կտեսնենք։ Թովմաս Սարգսյանն է պատրաստվում անկյունայինը խաղարկելուն։ Բարձրից փոխանցում են տեսնում Սարգսյանի կատարմամբ այստեղ Պողոսյանը
Հեռացեց գնդակ ու Ակուլյանն էլ հետ է ուղարկում դարպասապահաշոտ Գասպարյանին գնդակը խորքից կսկսի Ատլետիկոն հիշեցնեմ Ատլետիկոն այն 5 թիմերից մեկն է ով առայժմ չունի Վինտեր Կապյայից մրցաշարում ոչ մի պարտություն անցկացած 6 հանդիպումներից հետո 5 հաղթանակ 1 ոչ ոքի ունի Ատլետիկո Երևանը իր ակտիվում գրանցած հիմա Ղանդիլյանի փոխանցում ուժեղ ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եւ հարված կլինի արդեն Արամ Ղազարյանի պաշտպանած դարպասից Խաղարկում է գնդակը Ղազարյանը Եղիազարյանի հետ դեպի առաջ փոխանցում, բայց այստեղ Թոմաս Սարգսյանը շատ հաջող կերպով կարողացավ փոխանցում կատարել Ակուլյանին, ստացավ նրանից պատասխան փոխանցում ու շարժվում է առաջ Սարգսյանը, Թոմաս Սարգսյան լավ հանցում էր, գուցե փորձի, ոչ, ուղարկեց գնդակը դեպի Ղանդիլյանը հարվածեց, բայց Եղիազարյանը կանգնեց գնդակի ճանապարհին, հետո էլ Աբրահամյանի կատարած հարվածից հետո Ղազարյանը կարողացավ ետ մղել գնդակը, Մուրադյանն էր զարգացել արագություն, բայց Մարկայանը հեռացեց գնդակը ու եզից կնետի Էվերտոնը, Մանուկ Մուրադյանն է հետ կատարում եզային հետում Գաբրիելյան լավ տարավ գնդակի հետ, բայց բավական հեռու թողեց ու այստեղ խլեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները գնդակը, Օքսեն Աբրահամյան կարողացավ ազատվել գնդակից Թոմաս Սարգսյանն է գնդակով կա Աբրահամյանը կա փոխանցում Աբրահամյան վտանգավոր է Օքսեն Աբրահամյան ու հարված չկատարեց այդպես էլ դարպասի ուղղությամբ հիմա հարված ստացավ կարծես ոտքին Աբրահամյանը չեմ կարող ասել սա խաղի կանոնների խախտում էր թե ոչ եզրային նետում է հիմա մրցավարը նշանակել հասկանանք ինչ է պատահել Աբրահամյանին որից հետո արդեն կանադառնանք դրվագի մասին Կդիտի, այո, ապահովության համար մրցավարը կդիտի դրվագի կրկնապատկերը հասկանալու համար կար խախտում թե ոչ։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու եզրային նետում է նշանակում հիմա Ատլետիկոյի օգտին, այո, չկար խաղի կանոնների խախտում մնացի որոշման այդ մրցավարը, հիմա արդեն Ատլետիկոն գրոհի անցնում Ղանդիլյան կարողացավ այստեղ պահել գնդակը Ղանդիլյանը, բայց խախտեց խաղի կանոնները Մուրադյանի դեմ պայքարում ու հարված կատարեց նրա ոտքին, ստանդարտ է հիմա նշանակում մրցավարը ու ստանդարտ հիմա կիրասնի Էվերտոնը Ռևիկ Եղիազարյանն է գնդակի մոտ Եղիազարյանը հարվածի փորձ հենց հեռու տարածությունից, բայց շեղությամբ ստացվեց Եղիազարյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կլինի Ատլետիկոյի դարպասից Գասպարյանն ուժեղ փոխանցում առաջ, այստեղ Ղանդիլյանը պահեց գնդակը դաշտի սահմաններում Արթուր Ղանդիլյան կա փոխանցում Աբրահամյան կարող է բացվել հանդիպան արջիվը, բայց բարձր է հարվածում Աբրահամյանը բավական հարմար ու նպաստավոր դիրքից ու հիմա արդեն Էվերտոնը կփորձի հասնել գրոհի Գաբրիելյան Ռևազյանը մաքուր խլում կատարեց այստեղ շարժվում է առաջ Ռևազյանը ու վաստակում անկյունային հարվածի հնարավորություն արդյոք թե ոչ գնդակը դուր չէ եկել դաշտի սահմաններից Եվ խաղարկում են գնդակի հիմա Էվերտոնի ֆուտբոլիստները Եղիազարյան պրեսինգ է գնացել Ատլետիկոն Հիմա ինչ է կատարվում անկյունային հարված կիրասնի հիմա Ատլետիկոն այս պրեսինգի շնորհիվ այո հենց Եղիազարյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ կտա Ատլետիկո Երևանին Արթուր Ղանդիլյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում Ռևազյան, բայց այստեղ չհասավ գնդակը Ռևազյանին, այլապես արդեն Ատլետիկոյի 18 համարը պատրաստ էր եզրափակելու այս փոխանցումը, իսկապես լավ էր նկատել Ղանդիլյանը խաղընկերոջը, բայց վերջի պահին հեռացեցին Էվերտոնի ֆուտբոլիստները գնդակը հիմա Եղիազարյանն է հաջող կերպ գործում, ուղարկելով գնդակը առաջ, բայց այն կրկին Ատլետիկոյի ֆուտբոլիստերի մոտ հայտնվեց, հետո էլ Մարկայանի փոխանցում ուժեղ ստացվեց ու եզից արդեն կնետի Էվերտոնը
Մուրադյան, Մկրչյան, այստեղ թիկունքից պայքարում Մուրադյանի ու այս պահին արդեն գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստների մոտ է, Ակուլյան լավ նկատեց Սարգսյանին, կատարեց փոխանցում, Սարգսյանը հասավ գնդակին, բայց հետո արդեն հեռու թողեց իրենից ու այն լքեց դաշտի սահմանները, գնդակը կլինի Էվերտոնին է։ Ակուլյան երկուին համարներն են հիմա պայքարում միմյանց մնաց գնդակով Ակուլյանը դեպի աջ ուղարկում Արթուր Ղանդիլյան լավ ազատվեց մեկ մրցակցից Ղանդիլյան Թոմաս Սարգսյան պետք է փորձել հերվից այդպես էլ անում է Սարգսյանը բայց բարձր է ստացվում այս անգամ Թոմաս Սարգսյանի կատարած հարվածը այո մենք նրա կատարմամբ հերար կրակոստերի ականատես եղել ենք բայց այս անգամ հարվածը շտացվեց այնպես ինչպես մենք սովոր ենք տեսնել Թոմաս Սարգսյանից Հիմա Եղիազարյանը խաղարկում է գնդակը Հակոբյանի հետ, բայց չկարողացավ պահել գնդակը Հակոբյանը, չնայած այն հասավ Գաբրիելյանին ու գրոհի անցնում Էվերտոնը հիմա Ռևազյանն է հաջող խլում կատարում ու շարժվում առաջ, լավ նկատեց Ղանդիլյանի առաջ խաղացումը, բայց գնդակի առջև կանգնեց Ռևիկ Եղիազարյանը, հիմա գնդակը հասավ Ղանդիլյանին, ցածրից փոխանցում ու այստեղ չհասավ գնդակը Գագիկ Ակուլյանին, ով արդեն պատրաստ էր հարված կատարել դարպասի ուղղությամբ Մուրադյանն է գնդակով Հակոբյան լավ փոխանցում էր ու այստեղ Մկրչյանը հեռացրեց գնդակը հիմա էլ արդեն անկյունային կիրասնի Էվերտոնը Եվ տեսնենք այս անկյունային ինչ կտա Էվերտոնի ֆուտբոլիստներին Պողոսյանը խաղարկում է գնդակը Վարդանյանի հետ ստանում նրանից պատասխան Փոխանցումը Միքայել Պողոսյան կրկին Վարդանյանին է հասցեագրում գնդակը Վարդանյանն էլ հարված կատարեց ու դիպավ գնդակին Գասպարյանը այլապես գնդակը այնպիսի հետագից ուներ որ կարող էր հայտնվել դարպասում վտանգավոր էր չափազանց ստացվել այստեղ Ռաֆայել Վարդանյանի կատարած հարված ու հիմա տեսնենք այս անկյունայինի խաղարկումը արդեն ինչ կտա Էվերտոնին բայց այս ընթացքում փոփոխություն տեղի ունեցավ Ատլետիկո Երևանի կազմում ու տեսնենք արդեն փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել Աբրահամյանի ու Մկրչյանի փոխարեն խաղադաշտ են մտնում Արման Ավդալյանն ու Վահե Գալստյանը Գալստյանն հենց հիմա գնդակով է Ղանդիլյանին ուղարկեց այն Եղիազարյանն է դիմավորել Ղանդիլյանին բայց հասցրեց փոխանցել Ղանդիլյան այս բարդ իրավիճակում Վահե Գալստյան ու այստեղ չանցավ Գալստյանի կատարած փոխանցումը, բայց եզից կնետի Ատլետիկոն Ղանդիլյան կրկին Գալստյանի հետ է խաղարկում ու ուղարկում գնդակը դեպի կենտրոն, որտեղ Գագիկ Ակուլյանն է լավ շրջվեց Ակուլյանը այստեղ ու շարժվում է առաջ։ Գոր Մարկարյան, ձախ եզրով շարժվում է առաջ Մարկարյանը։ Լավ գրոյի տեղափոխություն է դեպի աջ Ղանդիլյանն է այստեղ։ Լավ կասեցում ու փոխանցում հետևեց Արման Ավդալյան, Գալստյան պետք է բացել հաշիվ, այդպես էլ անում է Վահե Գալստյանը, 1-0 Ատլետիկոն առաջ է հասնում հաշվի մեջ։ Վահե Գալստյան 1-0 իսկապես գեղեցիկ խաղարկում կատարեցին Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները, Ավդալյանը շատ ճիշտ փոխանցում կատարեց, Գալստյանն էլ իհարկե ողջ ուժը չդրեց հարվածի ուժգնության մեջ, նրբանկատ կերպով նկատեց բաց անկյուն ու գնդակը ուղարկեց այնտեղ 1-0 Ատլետիկո Երևանը առաջինն է հասնում հաջողության այս խաղում տեսնենք ինչով կփորձի պատասխանել Էվերտոնը, բայց հիմա գնդակով կրկին Ատլետիկոն է Ակուլյան, չանցավ Ակուլյանի այս փոխանցումը, Միքայել Պողոսյանն է խլում գնդակը մրցակցից, ուղարկելով այն Մանուկ Մուրադյանի ուղղությամբ դեպի աջ Գաբրիելյան թե Սարգսյան, տեսնենք ով ավելի շուտ կարձագանքի գնդակին Սարգսյանը ու պայեց գնդակը դաշտի սահմաններում, հիմա էլ ուղարկում է Մարկարյանը դեպի առաջ, բայց այստեղ Գալստյանը չէր կարող հասնել այս գնդակին, քանի որ բավական ուժեղ էր ստացվել Մարկարյանի կատարած փոխանցումը, Մուրադյանն է գնդակով լավ ազատվեց դաշտի կենտրոնում մրցակիցների վերահսկողությունից ու կատարեց փոխանցում Ռևիկ Եղիազարյանի ուղղությամբ, բայց այստեղ Ավդալյանը կարողացավ նահանջելու հեռացնել գնդակը եզից կնետի Էվերտոնը Պողոսյանն է պատրաստում եզրային նետում իրականացնելուն
Վարդանյանի հետ խաղարկեց գնդակը, բայց այստեղ կորցրեց Վարդանյանը գնդակը ու հարված կլինի Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից։ Ուժեղ փոխանցում տեսանք առաջ այստեղ փորձեցին հեռացնել գնդակի Էվերթոնի ֆուտբոլիստները, բայց հաջող դա չարեցին ու եսից նետում է Ատլետիկոն, այո, այս պայդրությամբ Ատլետիկո Երևանը ունի խփած գնդակների բավական մեծ քանակ, հիմա այս գրոից հետո խոսեմ այդ մասին, Ակուլյան, չստացվեց հիմա Ակուլյանի հարվածը, այո, կատարեց, հարված Գալստյանն էլ հրաշալի փոխանցում կատարեց նրան, բայց Ակուլյանի հարվածը բարձր ստացվեց, այս պահին այո 6 հանդիպումից հետո ունի խփած 29 գնդակ Ատլետիկո Երևանը Եվ բաց է թողել 11 գնդակ բավական արդյունավետ մրցաշրջան են անցկացնում թիմերը Էվերտոնն էլ ունի խփած նույնքան գնդակ, բայց բաց է թողել 13-ը Իհարկե սա խոսում է միայն թիմերի թե հարձակման, թե պաշտպանության բարձր որակների մասին ու հիմա արդեն տեսնենք այս հանդիպան ընթացքում թիմերը 1-1 ու ինչ կփորձեն անել Ռևիկ Եղիազարյան, Պողոսյան Գրո տեղափոխում է Աչեզեր, բայց այստեղ ուժեղ ստացվեց այս փոխանցումը Պապիկյանի համար ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Թովմաս Սարգսյան հետ փոխանցում կատարեց այստեղ Սարգսյանը Մարկայանն էլ գնդակ ուղարկում է Աչեզեր որտեղ Ռևազյանն է կա Թովմաս Սարգսյանը բայց ուժեղ կատարեց այստեղ Ռևազյանը փոխանցում նրա ուղղությամբ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Եվ հարված կլինի Էվերտոնի դարպասից Յուրի Հակոբյան դեպի աջ փոխանցում այստեղ Պապիկյանն է կրկին Հակոբյանին ուղարկեց գնդակը բայց երկու մրցակից դիմավորեցին Հակոբյանին ու հաջող խլում կատարեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները Գալստյանը ուղարկում է գնդակը Ղանդիլյանին Ակուլյան 2-0 Ատլետիկոն կրկնապատկում է իր առավելությունը Երկուսրո Ատլետիկո Երևանը կրկնապատկում է իր առավելությունը ու հիմա արդեն էլ ավելի բարձրացնում Էվերտոնի խնդիրը, տեսնենք ինչ կփորձեն անել այս ամենից հետո Էվերտոնի ֆուտբոլիստները Գաբրիելյանն է գնդակով Դեպի հետ փոխանցում Պապիկյանն էլ առաջ ուղարկեց գնդակը այստեղ Վարդանյանն է պայքարում գնդակի համար ու պահում այն իր թիմի մոտ ուղարկեց դեպի ձախ Միքայել Պողոսյան Կրկին Վարդանյան բայց այստեղ կորցրեցին գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները ու այն Ակուլյանի մոտ է հայտնվել Վայ Գալստյան լավն էր փոխանցումը Գալստյանի բայց Ղանդիլյանը հաջող կասեցում չկատարեց այստեղ ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Մուրադյանն է գնդակով կատարեց դեպի ձախ փոխանցում շարժում է առաջ Էվերտոնը բայց այստեղ Աստրեցին վերադասավորվել Ատլետիկոյի ֆուտբոլիստները հիմա կա փոխանցում դեպի Յուրի Հակոբյանը տեսնեք ինչ որոշում կայացնի Հակոբյանը ուղարկեց գնդակը Գաբրիելյանին Գաբրիելյան բայց այստեղ Գալստյանը հաջող պաշտպանվեց հետո կորցրեց Եղիազարյանի մոտ է գնդակը ու այստեղ այո կար խաղի կանոնների խախտում Ռևիկ Եղիազարյանի դեմ պայքարում Եվ բավական նպաստավոր դիրքում Էվերտոնը ստանում է տուգանային հարվածի հնարավորություն, բայց հիմա իհարկե առաջտային է տեսնենք ինչ է պատահել Եղիազարյանին Իհարկե բավական ուժեղ հարված ստացավ այստեղ ոտքին Ռևիկ Եղիազարյանը Տեսնենք կփոխանցվի թե կկարողանա շարունակել այս կարևոր հանդիպումը իսկապես մեծ կարևորություն ունի այս հանդիպումը երկու թիմերի համար էլ բայց այս րոպեներին Էվերտոնը ունի ավելի բարդ խնդիր լուծելու համար Իհարկե զիջում են երկու գնդակի Ատլետիկոյին իսկ Ատլետիկոյի դեմ խաղերում երկու գնդակ հետ բերելը Չասենք անհնարին է, բայց հեշտ չի ստացվում ոչ մի թիմի համար, եթե
Արդեն պարտվում են 2-0 հաշվով Ատլետիկո Երևանին, իհարկե Էվերտոնը շատ փորձառու թիմ է Աֆելում եւ ունի այդ որակներ այս բարդ իրավիճակից դուրս գալու համար, բայց տեսնենք արդյոք կկարողանան դա անել հիմա Եղիազարյանը, եթե չկարողանա շարունակել այս հանդիպումը, ել ավելի կբարձրացնի իր թիմի խնդիրը։ Կանգնեց ոտքի Եղիազարյանը ու մնում է խաղադաշտում, հիմա տեսնենք ստանդարտ ինչպես կիրացի Էվերտոնը, Գաբրիելյանն է գնդակի մոտ, կամ մրցավարի սուբլիչը Գաբրիելյան հարված այս պատի վրա ընդունեց Գաբրիելյանի կատարած հարվածը, Ակուլյանն էլ անցում կատարեց, գնդակը հայտնվեց Արման Ավդալյանի մոտ, բայց փոխանցումը Ավդալյանի կատարած շանսավ Պապիկյանից, Մուրադյան լավն էր փոխանցում, միայն վերջին պահին կարողացավ Մարկայանը հեռացնել գնդակը, եթե անցներ Մուրադյանի փոխանցումը դեպի Պողոսյանը, ապա միայնակ էր մնալու Պողոսյանը դարպասապահաշոտ Գասպարյանի դիմաց, բայց իհարկե Մարկարյանի փորձ ու կարգը հենց այս ամենի համար է, որ շատ արագ կարողանում է կողմնորոշվել նմանատիպ իրավիճակներում ինչպես պաշտպանվել, ինչպես արեց հիմա Մարկարյանը։ Մանուկ Մուրադյան Ղանդիլյան այստեղ լավ պաշտպանվեց ու կարողացավ հեռացնել գնդակը, բայց Գալստյանը կորցրեց ու եզից կնետի Էվերտոնը, հենց Մուրադյանն էլ պատրաստվում է իրականացնելու եզրային նետումը։ Այո, հիմա արդեն Եղիազարյանը դուրս եկավ խաղադաշտից, չի կարողանում իսկապես շարունակել հանդիպումը, բավական բարդ հարված էր ստացել ոտքին եւ այսպես հեշտությամբ չէր կարողանա շարունակել հանդիպումը, ու դրա փոխարեն խաղադաշտ մտավ Էվերտոնի կազմում Անդրանիկ Պողոսյանը, ով առաջի հպումը կատարեց գնդակին ուղարկելով այն Միքայել Պողոսյանի ուղղությամբ, կրկին Անդրանիկ Պողոսյան, Ավդալյանն է գնում պրեսինգի ու քիչ էր մնում խլել այստեղ գնդակը Ավդալյանը մրցակցից, բայց կարողացան լավ վերադասավորվել Էվերտոնի ֆուտբոլիստները, հետո էլ պայել գնդակի իրենց մոտ, իսկ այս փոխանցումը ուժեղ ստացվեց, բայց Թովմաս Սարգսյանը շատ հաջող անցում կարողացավ կատարել բարդ իրավիճակում, ուղարկեց գնդակը Ակուլյանին, վերջինս էլ դեպի Վահե Գալստյանը, ու Գալստյանը գնդակ ուղարկում է աչի եզր, որտեղ Գուրգեն Ռայվազյանն է, ուղարկեց գնդակը Ակուլյանին, տեսնենք այս գրոհին չի կվերացի Ատլետիկո Երևանը, Ակուլյան թողնում է գնդակը Սարգսյանին ու շարժվում առաջ Ակուլյանը, Թովմաս Սարգսյան դեպի աջ, Գուրգեն Ռայվազյան, գուցե հերվից փորձի Ռայվազյանը, այդպես էլ վարվեց, բայց ավելի շատ փոխանցման էր նման ու կարողացավ Պողոսյանի վրա ընդունել գնդակը, հիմա էլ արդեն Էվերտոնի ֆուտբոլիստները տիրեցին գնդակին, Անտոնյանի մոտ է գնդակը փոխանցում, բայց Պողոսյանը լավ չի կասեցնում, հետո էլ Ատլետիկոն կորցրեց գնդակը, բայց հիմա էլ Գաբրիելյանի կատարած փոխանցումը չհասավ դեպի Մուրադյանը, Ռայվազյան հաշվենկատ փոխանցում, բայց Գալստյանի կատարած փոխանցումը դեպի Ավդալյանը ուժեղ ստացվեց ու հիմա էլ Գոր Մարկարյանն է բավական լավ դիտքում գտնվելով փագուն փոխանցման ճանապարհը ուղարկելով գնդակը Սարգսյանին դեպի Գալստյանը, հնարամիտ է այս ամենը, բայց գնդակը չհայտնվեց դարպասում, ինչ արեց Վահե Գալստյանը այս դրվագում, անընդհական վարպետությունը գործի դնելով իսկապես փայլեց Գալստյանը, եթե կարողանար այս անցումը գոլի վերածել Վահե Գալստյանը, բավական շքեղ գոլ կտեսնեինք, բայց հարվածը շեղությամբ ստացվեց Վահե Գալստյանի կատարած։ Պապիկյան Հակոբյան, կրկին Պապիկյան Ավդալյանը փակեց Պապիկյանի փոխանցման ճանապարհը, բայց գնդակը մնաց այնուամենայնիվ Էվերտոնի մոտ, կրկին Պապիկյանն է գնդակով դեպի Ձախ Պողոսյան ուղարկում է գնդակը Մանուկ Մուրադյանին, Միքայել Պողոսյան, բայց այստեղ խլեցին Պողոսյանից մի ամուր ուժերով Ակուլյանն ու Ռայվազյանը գնդակ ու Ռայվազյանի մոտ է հիմա գնդակը թողեց Ակուլյանին, լավ նկատեց Վահե Գալստյանին, Ակուլյանի երթին դեպի Ձախ, Սարգսյան փոխանցում ու Ավդալյանը չի հարվածում, բայց ինչու չհարվածեց հենց ինքը Թովմաս Սարգսյանը շատ հարմար էր դիճկը, առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է, Ատլետիկոն հաղթում է մրցակցին 2-0 հաշվով, մեզ մոտ կարճ է թե դադար, որից հետո կշարունակենք։
Սելի ֆուտբոլասաները մենք վերադառնում ենք Ատլետիկո Երևան դեմ Էվերտոնի հանդիպան երկրորդ խաղակեսը միասին դիտելու առաջի կեսից հետո Գալստյանի ու Ակուլյանի խփած գոլերի շնորհիվ Ատլետիկոն հաղթում է մրցակցին 2-0 հաշվով, մեկնարկեց երկրորդ խաղակեսը։ Եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք թիմերի հայտարարություններից, սկսենք Ատլետիկո Երևանից։ Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Գոր Մարկարյանը համար 5, Արման Ալդանյանը համար 6, Թովմաս Սարգսյանը համար 8, Գագիկ Ակուլյան համար 9, Վահե Գալստյան համար 10, Գուրգեն Ռևազյան համար 18, Օքսեն Աբրահամյան համար 19, Արթուր Ղանդիլյան համար 20 եւ Ռաֆայել Մկրտչյան համար 22։ Թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը։ Էվերտոն Արամ Ղազարյանը պաշտպանում է դարպասը համար 1, Ալեքս Մկրտչյան համար 3, Տիգրան Պապիկյանը համար 5, Հովանես Գաբրելյան համար 7, Ռևիկ Եղեզարյան համար 8, Մանուկ Բուրազյան համար 9, Արամ Անտոնյան համար 17, Անդրանիկ Պողոսյան համար 20, Միքայել Պողոսյան համար 23, Յուրի Հակոբյան համար 33 եւ Ռաֆայել Վարդանյան համար 77։ Հակոբյանն է գնդակով ուղարկեց գնդակը դեպի Ձախեզր, Արամ Անտոնյան կրոս դեպի Տուգանային հրապարակ, բայց Սարգսյանը այստեղ առաջինը հասավ գնդակին, հետո հերացեց այն, բայց գնդակով կրկին Էվերտոնը Ռևիկ Եղեզարյան վերադարձավ երկրորդ կեսում խաղադաշտ։ Եղեզարյանը առաջին կեսում ովքեր դիտեցին հանդիպում իհարկե Կիշեն այն բարդ հարվածը, որը ստացավ Ռևիկ Եղեզարյանը ոտքին, բայց օգնություն ստանալուց հետո նա կրկին խաղադաշտում է ու փորձում է բարդ իրավիճակում օգնել իր թիմին այս խնդիրը հաղթարելու համար, որը հիշեցնում եմ այդքան էլ հեշտ չի լինելու։ Օքսեն Աբրահամյան սա ավելի շատ փոխանցումի էր նման, բայց գնդակը բաժին ասավ դարպասապա Ղազարյանին, ով այն առանց որևէ խնդիրների վերցեց, հիմա այլ Անտոնյանի փոխանցումն է ուժեղ ստացվում ու գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից, հարված կլինի Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից։ Գասպարյան խաղարկում է գնդակը Մարկարյանի հետ, նորից Գասպարյան եւ ուժեղ փոխանցում է հետևում դեպի առաջ, այստեղ Պապիկյանը լավ շահեց դիրք ու կարողացավ տիրել գնդակին, Միքայել Պողոսյան, բայց ուժեղ ստացվեց այստեղ Պողոսյանի կատարած փոխանցումը պարզապես ու Աշոտ Գասպարյանը առանց խնդիրների վերցեց գնդակը, ուժեղ փոխանցում կատարեց դեպի Ալդալյանը, Պողոսյանը փորձեց չեղել գնդակի ուղղությունը, բայց այն բաժին է հասնում կրկին Արման Ալդալյանին, փոխանցում ու այստեղ Ռևիկ Եղեզարյանն է կանգնում գնդակի ճանապարհին այլապես արդեն Ատլետիկոյի ֆուտբոլիստները պատրաստ են եզրափակել Ալդալյանի կատարած փոխանցումը, հիմա փոխարեն Էվերտոնն է նետվում առաջ, Պողոսյան, բայց բարձր ստացվեց այստեղ Պողոսյանի կատարած հարվածը ու կրկին հարված կլինի Ատլետիկոյի դարպասից։ Գասպարյան Մկրտչյան, կրկին Գասպարյան եւ նորից նույն ոճով Գասպարյանը ուղարկում է գնդակը առաջ, բայց այստեղ կրկին Պապիկյանն էր, Պողոսյան, Գալստյանն է դիմավորել Պողոսյանին, կատարեց փոխանցում Պողոսյանը, բայց Մկրտչյանը կարողացավ հեռացնել գնդակը ու եզրից կնետի հիմա Հակոբյանը կատարում է եզրային նետում, Տիգրան Պապիկյան, նորից Հակոբյան, գտավ կենտրոնում Մանուկ Մուրադյանին, կարողացավ փոխանցում կատարել Մուրադյանը, Հակոբյանն հետ է ուղարկում գնդակը նորից, Պապիկյանին ստանում նրանից գնդակը կրկին Պապիկյան եւ ուժեղ փոխանցում առաջ, բայց այստեղ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու արդեն եզրից կնետի Ատլետիկոն։ Ալդալյանն է պատրաստում եզրային նետում իրականացնելու, խաղարկեց այստեղ գնդակը Վահե Գալստյանի հետ ու շատ լավ նկատեց Ակուլյանի առաջ խաղացումը, բայց գնդակը առաջինը նրան բաժին չհասավ, Մուրադյանն է հիմա շարժվում առաջ, լավ ազատվեց, լավ հարվածել կատարեց, միայն արդեն Գասպարյանը կարողացավ իր տեղում գտնվելու վերցնել Մուրադյանի կատարած հարվածը, Ակուլյան մեկ հպումով դեպի Գալստյանը, վտանգավոր է Գալստյան, բայց ինչ է կատարվում Աբրահամյան ու հիմա փրկում է այստեղ կարծես թե Տիգրան Պապիկյանը Էվերտոնին երրորդ գնդակը բաց թողնելուց դատարկ դարպասից այո կարողացավ սահանգման գնով հեռացնել Պապիկյանը, բրավո այստեղ Պապիկյանին ծափարություն էր նրան, հիմա եթե երրորդ գնդակն էլ հեղինակի արդեն Ատլետիկո Երևանը դա իհարկե շատ ավելի ու ավելի ծանր կացության մեջ կդներ Էվերտոնին։ Ալդալյան փոխանցում Ռևիկ Եղեզարյանն է հիմա էլ հեռացնում գնդակը
բայց գրոհի չեն կարողանում այստեղ անցնել Էվերտոնի ֆուտբոլիստները Մարկարյան արված արադարձ ու նորից անկյունային իրականացնի Ատլետիկոն ինչը կատարվում հիմա Էվերտոնի դարպասի ուղղությամբ ոչ կազմով հիմա Ատլետիկոն նետվել է առաջ ու կարծես Ատլետիկոն այս րոպեներին լինի պարտվողի կարգավիճակում հիմա կա փոխանցում Ղազարյանը հեռացեց գնդակել դիպավ Աբրահամյանի ձեռքին եւ սուլեց մրցավարը ստանդարտ կիրասնի Էվերտոնը Մուրադյան դեպի աջ Գաբրիելյանն է այստեղ բարձից փոխանցում դեպի առաջ Անտոնյանը պահում է գնդակը լավ շրջվեց հեռու թողեց այստեղ իրենից գնդակ ու Վահե Գալստյանը նմանատիպ իրավիճակներում հեշտությամբ չի զիջի գնդակը մրցակցին Պողոսյան հետ ուղարկեց գնդակը Հակոբյանն է այստեղ Մանուկ Մուրադյան լավ փոխանցում էր բայց Անտոնյանը այստեղ չկասեցեց գնդակը Թոմաս Սարգսյանն էլ ուղարկում է առաջ բայց այստեղ ուժեղ ստացվեց Սարգսյանի կատարած փոխանցում ու գնդակը չհասավ Օքսեն Աբրահամյանին Անտոնյան լավ այստեղ փակեց մարմնով գնդակը ու թողեց այն Գաբրիելյանին Եղիազարյան Յուրի Հակոբյան աչից կա Գաբրիելյանը չկատարեց փոխանցում Հակոբյանը լավ անցում էր Անտոնյանին ուղարկում գնդակը դեպի ձախ Պողոսյան հերվից հարված անդրադարձ ու 2-1 Էվերտոնը կրճատում է հաշիվը Միքայել Պողոսյան դիպուկ ստացեց, հարվածը եղավ Արադարձ Մկրտչյանից ու գնդակը հայտնվեց Գասպարյանի դարպասում 2-1 Էվերտոնը կրճատում է հաշվի տարբերությունը ու հիմա հանդիպան ինտրիգը գնալով էլ ավելի կբարձրանա ու կհետաքրքրանա բնականաբար 2 գնդակ չէ, արդեն 1 գնդակ է հարկավոր Էվերտոնին հեղինակել հաշվի հավասարությունը վերականգնելու համար Ատլետիկոն է գնդակով Մկրտչյան բարձից փոխանցում բայց ուժեղ ստացվեց այստեղ Մկրտչյանի կատարած փոխանցում ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Եղիազարյանը խաղարկում է Յուրի Հակոբյանի հետ գնդակը հետ փոխանցում դեպի Պապիկյանը Պապիկյանն էլի հերթին գնդակը լավ հասցեագեց Մանուկ Մուրադյանին թողեց գնդակը Մուրադյանը Պողոսյանին շարժվում է առաջ Էվերտոնը Պողոսյան եւս մեկ հարված ու արդեն հիմա ինչ է Գասպարյանը չֆիքսեց գնդակը բայց գնդակն էլ չհայտնվեց դարպասում շարժվում է առաջ Աշոտ Գասպարյանը եւ Վաստակում եզրային նետման հնարավորություն Ատլետիկո Երևանի համար Սարգսյանն է նետում գնդակը Գալստյանին այստեղ Հակոբյանից կրկին գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից նորից եզից կնետի Ատլետիկո Երևանը Թոմաս Սարգսյան Սարգսյան, այստեղ Եղիազարյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու հեռացեց այն բայց արդեն դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից անկյունային է խաղարկում Ատլետիկո Երևանը Մարկարյան դեպի առաջ Վահե Գալստյան ու այստեղ Հակոբյանը հաջող պաշտպանվեց թույլ չտալով Գալստյանին շրջանցել իրեն եւ հարված կլինի Էվերտոնի դարպասից Արագոնեն խաղարկում են Էվերտոնի ֆուտբոլիստները գնդակը Պապիկյան ուղարկեց գնդակը Պողոսյանին սա խաղի կանոնների խախտում էր Սուլեց մրցավարը ստանդարտ է նշանակում հիմա Ատլետիկոյի դարպասի ուղղությամբ Փոփոխություն տեղի ունեցավ Էվերտոնի կազմում այս ընթացքում Գաբրիելյանը լքեց խաղադաշտը ու նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Ալեքս Մկրտչյանը խաղարկում է գնդակը Պապիկյանը Մուրադյանի հետ դեպի աջ փոխանցում Ռևիկ Եղիազարյան բայց չանցավ Եղիազարյանի կատարած փոխանցումը Թոմաս Սարգսյանը այստեղ հաջող գործեց մնաց գնդակով Սարգսյանը շարժվում է առաջ լավ անցում էր Սարգսյան այստեղ ուժեղ ստացվեց Սարգսյանի կատարած փոխանցումը հասկանալի է մի կերպ փոխանցում կատարեց արդեն 3 մրցակցի շրջափակման մեջ էր հայտնվել Թոմաս Սարգսյանը Հակոբյան Էվերտոնը նորից շարժվում է առաջ Իհարկե ոգևորության ալիքի ներքո կարող են հիմա Էվերտոնի ֆուտբոլիստները եւս մեկ գնդակ հեղինակելու հավասարեցնել հանդիպման հաշիվը բայց
Պետք չէ մոռանալ պաշտպանության մասին, իհարկե լավ է, որ Էվերտոնը հիմա փորձում է շարժվել առաջ ու վերականգնել հաշվի հավասարությունը, բայց պետք չէ մոռանալ, որ մրցակիցը Ատլետիկո Երևանն է, ով ցանկացած գրող եւ հակագրող կարող է վերածել գոլի ու կրկին հայտնվի երկու գնդակի առավելությամբ ներքո հաղթողի կարգավիճակում։ Ես իսկ նետի Ռևի Եղիազարյանը փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ Մկրտչյանը չկարողացավ ասեցնել գնդակը։ Ռաֆայել Մկրտչյանն էլ դեպի առաջ ուղարկեց, այստեղ Ավդալյանը չկասեցեց գնդակը ու հիմա արդեն նորից փորձում է գրող սկսել Էվերտոնը, Պապիկյան դեպի աջ Ռևի Եղիազարյանն է այստեղ, լավն էր փոխանցումը, բայց այստեղ Անտոնյանը հաջող չկասեցեց, Գասպարյանն էլ ուժեղ փոխանցում է կատարում առաջ եւ այստեղ Պապիկյանից էր գնդակը ուղղվել դեպի դարպասապահը, եթե դուրս գար կնշանակվեր անկյունային հարված Պողոսյանը լավ անցում կատարեց հիմա ու շարժվում է առաջ ձախ եզրով վտանգավոր գրոյի անցել Էվերտոնը Մուրադյան դեպի աջ փորձեց ուղարկել գնդակը Մուրադյանը, բայց այստեղ բարդ իրավիճակ ու Սարգսյանը հաջող կերպով կարողացավ տիրել գնդակին, հետո էլ փոխանցումը չանցավ, Սարգսյանը նորից վերականգնեց գնդակը ու հետո էլ կար խաղի կանոնների խախտում արդեն Էվերտոնի ֆուտբոլիստի կողմից եւ ստանդարտ կիրասնի Ատլետիկո Երևանը նորից թիմի գլխավոր մարզիչ Հայկ Միրզոյանը կրկնակի փոփոխություն է պատրաստվում կատարել Ատլետիկոյի կազմում, իհարկե նա հաշվի առնում հանդիպան ընթացքը ու դրա համար խաղադաշտ է Ետ վերադարձնում նորից Ռևազյանին ու Ղանդիլյանին, Գասպարյանն ուժեղ փոխանցում է առաջ ու Աշոտ Գասպարյանը դառնում է գոլի հեղինակ 3-1 Ատլետիկոն կրկնապատկում է իր առավելությունը Աշոտ Գասպարյան 3-1 այո Ատլետիկոյի դարպասապահ դարձավ այս դրվագում գոլի հեղինակ ու նորից Ատլետիկոն ունի երկու գնդակի առավելություն խաղադաշտում հիմա կրկնակի փոփոխությունը տեղի ունեցավ Ատլետիկոյի կազմում Մարկայանն ու Ավդալյանը լքեցին խաղադաշտ ու նրանց փոխարեն խաղադաշտ վերադարձան Գուրգեն Ռևազյանն ու Արթուր Ղանդիլյանը ովքեր կփորձեն նորից թարմ ուժերով օգնել Ատլետիկոյին ու հիմա արդեն դարպասապահ Գասպարյանը խաղարկում է գնդակը Ակուլյանի հետ լավն էր Ակուլյանի փոխանցումը, բայց այստեղ Տիգրան Պապիկյանը կարողացավ վերահսկել իրավիճակը ու թույլ չտվեց Ղանդիլյանին լավ արձագանքել այս կատարված փոխանցմանը, որը տեղի էր ունեցել Ակուլյանի կողմից։ Հակոբյան հիմա էլ սխալ պաշտպանությունից դուրս գալուց Աբրահամյանն ու դարպասածողն է հիմա օգտում արդեն Էվերտոնը, եթե բաց թողնեին 4 գնդակը, ապա կարելի էր փաստել, որ Ատլետիկոն արդեն կապահովել 3 միավորը, բայց այստեղ դարպասածողը եկավ օգտության Էվերտոնին ու հաշիվը մնաց անփոփոխ Գալստյան շեղությամբ ստացվեց Գալստյանի կրակոցը եւ գնդակը դուրս եկավ այստեղ դաշտի սահմաններից հարված կլինի Արամ Ղազարյանի պաշտպանած դարպասից Հակոբյանի փոխարենել Էվերտոնի կազմում խաղադաշտ մտավ Անդրանիկ Պողոսյանը, հիմա արդեն պաշտպանությունից դուրս գալուց սխալվեց Էվերտոնը եւ եզրային նետում կիրականացնի Ատլետիկոն Գալստյանն է պատրաստում եզրային իրացնելուն, հետ ուղարկեց գնդակը Ռևազյանի ուղղությամբ Ռևազյանն էլ շատ լավ փոխանցում դեպի Ղանդիլյանը կարողացավ կատարել, Ղանդիլյան կասեցումն ու փոխանցումը հաջող էր Ակուլյան դեպի ձախ, Վահե Գալստյան Նորից դեպի Ակուլյանը փոխանցում, բայց ուժեղ ստացվեց Գալստյանի փոխանցումը ու Եղիազարյանը կարողացավ առաջինը հասնել գնդակին, բայց Եղիազարյանի փոխանցումն էլ այստեղ անհաջող էր Թովմաս Սարգսյան դեպի աջ Ղանդիլյան լավ նկատեց Գալստյանի առաջ խաղացումը Ղանդիլյանը Գալստյան Ակուլյան 4-1 Դեղեցիկ են անում ամեն ինչ Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները ու Ակուլյանը դուբլ է գրանցում այս խաղում իր անվան դիմաց
Գագիկ Ակուլյան 4-1 դուբլ գրացեց Ակուլյան իր անվան դիմաց Գալասյանն էլ գոլի կողքին ավելացեց գոլային փոխանցում ու հիմա արդեն 3 գնդակի առավելություն ունի Ատլետիկո Երևանը 9 րոպե մինչ հանդիպան ավարտը այդքան ունի տրամադրության տակ Էվերտոն այս բարդ իրավիճակը փրկելու համար, որը գնալով էլ ավելի անհնարին են դարձնում Էվերտոնի ֆուտբոլիստները Պապիկյան հեռացեց գնդակը սխալ փոխանցում էր սա Վահե Գալստյան ուղարկում է գնդակը Ղանդիլյանին կրկին Գալստյան հարված անդրադարձ Եղեզայանից բայց այստեղ գնդակը ետ վերադարձավ ու հիմա Միքայել Պողոսյանն է ձախ եզրում Մուրադյանին գտավ կենտրոնում այդ փոխանցում էլ կատարեց այստեղ Մուրադյանը դեպի Պողոսյանը դեպի առաջ Անտոնյան Նորից Պողոսյան, եթե հիմա ստացվի Էվերտոնի մոտ շատ արագ կերպով այս առաջիկա 1-2 րոպեների ընթացքում Եվս մեկ գնդակ հեղինակելու նորից կրճատել հաշվի տարբերությունը հնարավոր է մտածել որևէ բանի մասին այս խաղում, բայց այստեղ իհարկե հեշտությամբ չի լինի այդ ամենի հիմա կար խաղի կանոնների խախտում Պողոսյանի դեմ պայքարում Մկրտչյանի կողմից ու ստանդարտ է իրացնում Էվերտոնը Միքայել Պողոսյան Ղանդիլյանն դիմավորել Պողոսյանին կարողացավ ազատվել գնդակից Պողոսյան ուղարկելով այն կենտրոն Յուրի Հակոբյան Մուրադյան հեռու թողեց մի փոքր իրենից գնդակը Մուրադյան ու Ակուլյանը տիրեց այստեղ գնդակին Ակուլյան կորցրեց հիմա էլ Ակուլյանը գնդակը Մուրադյան Պողոսյան հերվից հարված բայց բարձր է ստացվում Պողոսյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Գասպարյանն էլ նորից լավ նկատում է միայնակ գոտում գտնվող Արթուր Ղանդիլյանինով կասեցնելով գնդակը շարժվում է առաջ Վահե Գալստյան Բարձից փոխանցում այս անգամ որոշեց կատարել Գալստյանը, բայց այստեղ հեռացեցին գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները ճիշտ է դեռ ոչ այնքան հեռու Անդրանիկ Պողոսյան, Տիգրան Պապիկյան ու դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Եզից կնետի Ատլետիկո Երևանը Գալստյանը կատարեց Եզային նետում դեպի Ակուլյանը, այստեղ կորցրեց, բայց հետո վերականգնեց գնդակը Ակուլյանը ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Անտոնյանի կողմից Ակուլյանի դեմ պայքարում Ռևազյան խաղարկեց արագորեն գնդակը Վահե Գալստյանի հետ Մկրտչյան ուժեղ ստացվեց մի փոքր այստեղ Մկրտչյանի կատարած փոխանցումը ու խլեցին գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները Յուրի Հակոբյանն է շարժվում առաջ լավ փոխանցում էր Անտոնյան վտանգավոր գոլոյանցել Էվերտոնը Մկրտչյան գուցե հիմա որևէ բան բայց ուղիղ կենտրոնով հարված հետևեց ու Գասպարյանը հեռացեց գնդակը հիմա էլ ինչ է այստեղ կար արդյոք խաղի կանոնների խախտում թե ոչ կդիտի մրցավարը այս դրվագի կրկնապատկերը Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու նշանակում է 11 մետրանոց արված Ատլետիկո Երևանի դարպասի ուղղությամբ այստեղ վաստակեցին այս ստանդարտը Էվերտոնի ֆուտբոլիստները ու հիմա լավ հնարավորություն ունի Էվերտոնը կրճատելու հաշվի տարբերությունը Մուրադյանն է տեղադրում գնդակը եւ տեսեք ինչպես կստացվի Մանուկ Մուրադյանի հարվածը եթե դիպուկ գտնվի ապա կունենա խաղաժամանակ Էվերտոնի իսկապես որևէ բանի մասին մտածելու դեռ կա 5 րոպե խաղաժամանակ հանդիպման ավարտին Վաստակելը միայն բավական չէ պետք է դիպուկ իրացնել դարպասում Աշոտ Գասպարյանն է կամ մրցավարի սուլիչը Մուրադյան հարված ու բարձր է հիմա է ստացվում Մուրադյանի կատարած հարվածը եւ գնդակը չի հայտնվում դարպասում հաշիվը մնում է անփոփոխ Եվ հարված կլինի հիմա արդեն Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից իսկապես անհաջող հարված կատարեց Մուրադյանը սա նրա հարվածներից չէր մենք սովոր ենք նրա կատարման դիպուկ հարվածներ տեսնել բայց այս անգամ բախտը չուղեկցեց նրան հիմա էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու Եզից արդեն կնետի Ատլետիկո Երևանը Մկրտչյան ուղարկում է գնդակը Ղանդիլյանի ուղղությամբ այստեղ Հակոբյանը հաջող խլում կարողացավ կատարել լավ փոխանցում նույնպես կատարեց Մուրադյան հարվածը Ռևազյանի վրա է ընդունում գնդակը Անտոնյան նորից Մուրադյանին է ուղարկում գնդակը Մնաց գնդակով Մուրադյանը հետ փոխանցում այստեղ էլ Պողոսյանը արդեն այլ դիրքում էր ու կորցրին գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները Եզից կնետի Ատլետիկոն Թովմաս Սարգսյանն է գնդակի մոտ
Կատարեց եզրային նետում Ղանդիլյանին մեկ հպումով դեպի առաջ, բայց ուժեղ ստացվեց Ղանդիլյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Պապիկյան լավ նկատեց այստեղ Պապիկյանը Պողոսյանին։ Պողոսյանն էլ ձախ եզրով փորձը չարժվել առաջ, բայց Ակուլյանը նմանատիպ իրավիճակներում մեծ փորձ ունի ու այսպես հեշտությամբ չի զիջում ոչ մի մրցակցի։ Արման Ավդալյան Գալստյան գուցե կրակոցը տեսնենք Գալստյանի ոչ, այս անգամ չհարվածեց, թողեց գնդակը Ակուլյանին։ Դեպի ձախ Թովմաս Սարգսյան կրկին Վահե Գալստյանին է ուղարկում գնդակը Ակուլյան։ Նորից Գալստյան, լավ խաղարկումներ է կատարում Ատլետիկոն, Ղանդիլյան ինչու չի փոխանցում հիմա Ղանդիլյանը իրենից դեպի ձախ, որտեղ արդեն Ակուլյանը պատրաստ է եզրափակել այս գրոհը, եթե ստանար Ակուլյանը փոխանցում, ապա ոչ ոք նրան չէր խանգարի այդ դիտքում, բայց Ղանդիլյանը որոշեց հենց ինքն էլ եզրափակել այս գեղեցիկ խաղարկումները ու չստացվեց այս անգամ Ղանդիլյանի մոտ։ Այստեղ էր մաքուր խելուն կարողացավ կատարել Անտոնյան ու շարժվում են 3-2-ի դիմաց առաջ Էվերտոնի ֆուտբոլիստները։ Անտոնյանն էլ հիմա հարվածեց, եղավ անդրադարձ Ռեյվազյանից ու Գասպարյանը վերցրեց գնդակը նետելով այն առաջ, բայց այստեղ Պողոսյանը շեղեց գնդակի ուղղությունը, հետո էլ կորցրին գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները, Ղանդիլյանն է շարժվում առաջ, սա հարված էր, բայց թույլ ստացվեց Ղանդիլյանի կատարմամբ ու գնդակը առանց որևէ խնդիրների կարողացավ վերցնել Էվերտոնի դարպասապահ Արամ Ղազարյանը, այս գրոհը տեսնենք Էվերտոնին ինչ կտա Պողոսյան։ Կա Մուրադյանը, իհարկե բարդ էր իրավիճակը, հետո էլ Թովմաս Սարգսյանը խախտեց խաղի կանոնները եւ ստանդարտ է նշանակում հիմա մրցավարը Ատլետիկոյի դարպասի ուղղությամբ։ Եվ տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Էվերտոնին, գուցե սա այս իրավիճակը գա օգնության Էվերտոնի ֆուտբոլիստերին։ Միքայել Պողոսյանն է գնդակի մոտ, կա մրցավարի սուլիչը Միքայել Պողոսյան։ Հարված, բայց բարձր ստացվեց Պողոսյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ 2 րոպեից մի փոքր ավելի քիչ խաղաժամանակ է արդեն մնում հանդիպման ավարտին, իհարկե 4-1 հաշվով հաղթում է Ատլետիկո Երևանը։ Կարելի է ասել, որ նրանք արդեն վստահաբար այս խաղից հետո կհեռանան խաղադաշտից 3 միավորով ու կշարունակեն իրենց անպարտելի ելույթները Winter Cup-ի 2025-26 մրցաշրջանում։ Թովմաս Սարգսյան հեռացեց այստեղ գնդակը եզից կնետի Էվերտոնը, Անտոնյանն է կատարում եզրային նետում Մկրտչյանի ուղղությամբ, բայց Մկրտչյանի փոխանցումն էլ չանցավ, Գալստյանն էլ դեպի Ակուլյանը փոխանցեց, բայց հիմա էլ Ակուլյանի փոխանցումը ուժեղ ստացվեց ու գնդակը բաժին ասավ դարպասապահ Ղազարյանին, ով այն նետում է Պապիկյանի ուղղությամբ, ստանում նրանից պատասխան փոխանցումը ու դեպի աջ ուղարկում գնդակը Պողոսյան։ Հիմա էլ Պողոսյանի փոխանցմանը առաջին արձագանքեց Ռեյվազյանը, Արման Ավդալյանին ուղարկելով գնդակը, լավ գործեց այստեղ Ավդալյանը, Ակուլյան, լավ փոխանցում էր Ղանդիլյան, չէր հասնի այս գնդակին, քանի որ դարպասապահը դուրս եկավ դարպասից ու վերահսկեց իրավիճակը։ Անտոնյան հեռու թողեց գնդակը, իսկ այստեղ Ռեյվազյանն ու Սարգսյանը միամուր ուժերով չեզոքացին, վտանգը Սարգսյանն է շատ լավ փոխանցում է կատարում, աջ եզր Ղանդիլյանն է այստեղ, Ակուլյան կարող են այս գրոհն էլ եզրափակել գոլով Ատլետիկոյի ֆուտբոլիստները, Գալստյան նորից Ակուլյանին է ուղղված փոխանցումը, բայց հեռացեց Էվերտոնը գրոհ ու հիմա հնարավորություն ունի կրճատելու հաշիվը Մուրադյան, Պողոսյանին է ուղարկում գնդակը դեպի աջ, Անտոնյան կրկին կարող է Պողոսյանին փոխանցել, բայց Մկրտչյանը կանգնեց գնդակի ճանապարհին, Ռեյվազյանն էլ ուղարկեց Ղանդիլյանի ուղղությամբ ու հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվեց 4-1 հաշվով հաղթեց Ատլետիկոն, իսկապես հետաքրքիր հանդիպում դիտեցինք, բայց Ատլետիկոն հեռացավ խաղադաշտից հերթական 3 միավորով։ Խաղային շաբաթը նույնպես մեզ մոտ ավարտված է։ Շնորհակալություն, որ այս ընթացքում մեզ հետ եք ու դիտեցիք հանդիպումները մեզ հետ միասին, բարի գիշեր ու ամենայն բարիք։